Բարև ձեզ Ժորժ ջան, այսօր մենք միասին կստեղծենք մի հատ automated system AI-ի շնորհիվ օգտագործելով Claude Code-ը հիմնականում, որպեսզի ավտոմատացնենք մի սովորական դիզայն process, հիմնականում որը կիրառվում է ինտերիեր դիզայնի մեջ։ Այս վիդեոյի իմաստը նա է, որ քանի որ վերջի 4 ամսում ահա որ շատ արագ է զարգացել, հա, coding ասվածը AI-ի շնորհիվ, որպեսզի հասկանալի լինի մարդկանց, թե ինչքան մեծ հնարավորություններ է AI-ը բերում եւ ինչեր կարելի է անել հատկապես բիզնեսի շրջանակներում, այսինքն ինչքան շատ կարելի է ավտոմատացնել ձեր բիզնեսը օգտագործելով AI tool-երը, այս ներկա պահի AI tool-երը։ Այսօր մենք կօգտագործենք Claude Code-ը, որը ինձ թվում է շատերդ արդեն լսել եք։ Եկեք գնանք Claude desktop download ու տանք download for Windows, իմ դեպքում Windows-ը։ Claude-ի ընդհանրապես application subscription ինքը էժան չի, մոտավորապես արժի ամսական $100, բայց եթե տեսնեք, թե ինքը ինչքան մեծ գումար է ձեզ խնայում, հաստատ չեք մտածի դրա մասին։ Հիմա Claude-ը install եղավ ու սովորականի պես ուղղակի տալիս են get started, continue with Google, քանի որ ես արդեն account ունեմ premium, հա, վճարված account, ուղղակի ես login կլինեմ իմ Claude desktop application-ի մեջ։ Continue, open Claude։ Հիմա ինքը միանգամից load կանի, չգիտեմ խիա camera access ուզում, բայց միանգամից load կանի ու այստեղ մենք ունենք սովորական chat-ը մեր, ունենք cowork-ը ու ունենք Claude Code-ը։ Հիմա այս chat-ը կմաքրեմ, որպեսզի հեշտ լինի, այսինքն մենք չխառնենք ու կշարունակենք այդտեղից։ Շատ լավ։ Հիմա մենք ունենք Claude Code-ը բաց, Claude desktop application-ը բաց։ Ինչպես ասացի, ձախի վրա սովորական chat-ն է, սա cowork-ն է, որը նախատեսված է կրկնողական task-երի համար, այսինքն ամեն օր ինչ-որ schedule task-եր, email ուղարկել, email ստուգել եւ այլն եւ այլն, եւ արդեն ունենք Claude Code-ը։ Հիմա որպեսզի հասկանանք իր հնարավորությունները, պետք է հասկանանք ընդհանրապես coding-ը իրանից ինչա ներկայացնում, այսինքն տեսեք կոդը ինքը ստրուկտուրիզացված տեքստ է, իսկ LLM-ները ամենալավը ինչ են անում, իրանք կարողանում են գրել output անել տեքստ։ Բնականաբար coding-ը իր նրբություններ ունի, բայց վերջի update-ներից ելնելով կարող եմ ասել, որ գրեթե մակարդակը coding-ի գրեթե անսխալ է, այսինքն բագեր, խնդիրներ հիմնականում չեն առաջանում, երբ որ դու Claude Code-ով ինչ-որ փոքր բավականին պարզ, ինչ-որ միտեղ ոչ պարզ application ես սարքում։ Հիմա եկեք նայենք մի հատ դեպք, օրինակ մենք ունենք ինտերիեր դիզայնի ընկերություն, հա, օրինակ։ Ինչպես կարանք ակսելերացնենք մեր գործը օգտագործելով AI-ի բոլոր հնարավորությունները։ Մի հատ պարզ սցենար նայենք, օրինակ մարդ է եկել է օֆիս եւ պիտի վերանորոգի իր բնակարանը։ Ինքը բնականաբար ունի նկարներ, այսինքն դատարկ շինության նկարներ, օրինակ նկար։ Եվ ուզում է տեսնել ինչ որ հավանական դիզայնի տարբերակներ։ Հին աշխարհում, հա, հին ժամանակում ոնց է լինում, այսինքն սկզբից նկարների հիման վրա արվում էր 3D Max-ով կամ Blender-ով էականչի։ Այդ 3D-ն երկար process էր, այսինքն արվում էր կահավորում, կահույք, հետո նյութեր, մատերիալներ, հետո լուսավորություն, եւ այս ամեն ինչից գալիս էր արդեն
տարբեր տեսակի ռենդերները։ Եվ այդ ժամանակ կլիենտին հնարավորություն էր լինում ցույց տալ տարբեր դիզայնի տարբերակներ։ Բնականաբար հիմա AI-ի մակարդակը այնքան է բարձրացել, որ այս ամբողջ process-ը այլևս իմաստ չունի։ Հատկապես առաջնային կտորում, երբ որ ուղղակի էսքիզային ինչ-որ տարբերակներ են քննարկվում։ Այսինքն, այս դեպքում գալիս է այդ սիստեմ արխիտեկտուրա գաղափարը, սիստեմատիկ մտածելակերպը, որը պետք է գա հասկանալու եւ վերաբաշխելու խնդիրները ճիշտ հերթականությամբ։ Հիմա մենք օրինակ ստեղծենք մի հատ parse system, որտեղ մենք ծրագրին կտանք բնականի դատարկ նկարների input, նկարներ, հա, նկար։ Արհեստական բանականության ոնց որ դիզայները, այսինքն կունենանք system prompt, designer, կվերցնի եւ նախ եւ առաջ կնայի այդ նկարներին, որպեսզի հասկանա դասավորվածությունը, որից հետո մենք կարողանանք ընտրել ինչ որ գունային տոն, հետագայում ավելի բարդ բաներ է հնարավոր, հա, անել, այսինքն տալ իրան հստակ կահույքի մոդելներ, հստակ լույսերի մոդելներ եւ այլն, բայց քանի որ այս ամեն ինչը դեմո է, մենք կպարզացնենք։ Այսինքն տալ գունային տոն, թե ինչ տոնի մեջ մենք ուզենանք, որ բնակարանը լինի։ Հետևաբար AI-ը կուղարկի այդ ամբողջ ինֆորմացիան մշակված տեքստով, text to image, այսինքն կուղարկի Gemini-ին, որը Google-ի image մոդելն է, այսինքն մոդելը, որը ստեղծում է նկարներ։ Google-ը կգեներացնի, հա, Google-ը կգեներացնի իմիջներ, մենք հետ կստանանք վերջնական, էսքիզներ, որի հիմա վրա դուք կանանք անել հավելյալ փոփոխություններ եւ այլն։ Հիմա ոնց է այդ ամբողջ process-ը տեղի ունենում օգտագործելով Claude Code-ը։ Նախ եւ առաջ, երբ որ Claude-ը բացում ենք, գնում ենք code ու ամենաառաջին, երբ որ դուք download անեք Claude-ը, դուք ունենալու եք անվճար տարբերակ։ Անվճար տարբերակում Claude Code-ը չկա, այսինքն պետք է գնալ settings, billing, adjust the plan ու ընտրել պլանը $100-անոցը, որտեվ 17-ի մեջ ժամանակին ու ամսական 20-ի մեջ ժամանակին կար Claude Code-ը, բայց հիմա էլ չկա։ Հետևաբար պետք է անպայման վերցնել $100 արժողությամբ պլանը։ Կարճ արագ եթե բացատրեմ, ուրեմն ունենք երկու տարբերակ, հա, local եւ cloud-based AMP-ի վրա հիմնված աշխատանքային միջավայրը, բայց մեզ պետքա local-ը։ Ես as user-ը իմ լապտոպի վրա ստեղծել եմ հատուկ սրա համար, այսինքն ինքը ամբողջովին դատարկ է։ Կարող ուղղակի անենք select folder, գնանք desktop։ Դուք կարող եք գնալ ուրիշ տեղ, էական չի, ու ստեղծենք մի հատ պապկա, ունը դնենք interior design automation։ Դիզայնը սխալ գրեցի, բայց ինչ-որ է։ Install git, անպայման մեզ git-ն է պետք։ Քանզի մենք download արեցինք, եկեք փակենք ուղղակի Claude-ը։ Եվ restart անենք։ Ինչպես նշեցի, git-ը անպայման է, որտեվ
գիտը կոպիտ ասած ստեղծում է Linux-ի shell Windows-ի վրա, որի հիման վրա cloud code-ը կարողանում է աշխատել։ Հիմա այստեղ արդեն մենք չունենք այդ error-ը, որտեվ git-ը install եղավ ու կարանք շարունակենք։ Նախ եւ առաջ պետքա planning անել։ Եթե գնանք աճ ներքևի անկյունը, կտեսնենք, որ ունենք մենք տարբեր մոդելներ, այսինքն Anthropic ունի հիմնական 3 մոդել՝ Opus 4.7-ը, Sonnet 4.6 եւ Haiku 4.5-ը։ Opus-ը ոնց որ cutting edge ամենա high level reasoning մոդելն է, որը ունի ամենամեծ հնարավորությունները պլանավորման, կոդինգի եւ նման այլ բաներ։ Sonnet-ը հիմնականում առօրյա task-երի համար է, այսինքն կարելի է Opus-ով պլանավորել, իսկ execution-ը, այսինքն կոդ գրելու հենց process-ը անել Sonnet-ով։ Haiku-ն ճիշտ ասած երբեք չեմ օգտագործել, ենթադրում ինքը շատ ավելի պարզ task-եր կարա handle անի, բայց քանի որ այս $100-անոց փաթեթի մեջ բավականին շատ տոկեններ են մտնում, ես հիմնականում միշտ օգտագործում եմ Opus-ը տարբեր effort-ի, այսինքն ուժի վրա։ Օրինակ պլանավորումը եւ debugging-ը հիմնականում արվում է max-ով, այսինքն ինքը դնում է մաքսիմում աշխատանք, հա, պլանավորման եւ debugging-ի համար։ Իսկ coding-ը եւ մնացած այլ երկրորդական խնդիրները high կամ extra high վրա։ Պետք է նշեմ, որ ես ծրագրողը չեմ եւ ծրագրման փորձ չունեմ, հետեւաբար ենթադրում եմ ծրագրողները շատ ավելի ճշգրիտ ձևով երևի կօգտագործեն cloud code-ը, բայց ասեմ, որ ոնց որ հրաշքը cloud-ի կանոններում, որ առանց ծրագրավորող լինելու հնարավոր է ստեղծել ծրագրեր եւ ավտոմատացնել լիքը գործեր։ Քանի որ մենք հիմա planning-ի ստադիայում ենք, այսինքն մենք դեռ պլանավորում ենք մեր աշխատանքը, մենք կընտրենք max տարբերակը։ Այստեղ աճ փոքր անկյունում կտեսնենք կա պլան, ուրեմն ցանկացած ոնց որ օրը բաժանում է 5 ժամանոց սեսիաների եւ ցանկացած 5 ժամանոց սեսիա ունի լիմիտ։ Օրինակ ես իմ քանի 1000 տոկեն։ Եվ կա շաբաթական լիմիտ, այսինքն այդ $100-ը ինքը չի նշանակում, որ unlimited կարելի է իրան օգտագործել։ Ինքը ունի շաբաթվա տոկենների լիմիտ եւ 5 ժամանոց, հա, սեսիայի տոկենների լիմիտ։ Ասեմ, որ քիչ է եղել, որ շաբաթականը ավարտվի, այսինքն 7 օրի փոխարեն, չգիտեմ, 4 օրում։ Եղել է, որ 5 ժամանոց լիմիթը շուտ ավարտի, բայց էլի հիմնականում $100-անոց փաթեթը ամբողջովին հերիքում է այս process-ը անելու համար։ Հիմա սկսենք ամենասկզբից։ Նախ եւ առաջ, քանի որ ես չեմ ուզում, որ ինքը անդադ ինձ հարցեր տա, այլ ուզում եմ պլանավորեմ, տամ ու ինքս սկսի անել, ես կփոխեմ այս մոդը bypass permissions, այսինքն ինքը առանց input տվությունների հիմնականում կկարողանա համակարգչի վրա գործողություններ անել։ Դրա համար պետք է գնալ այստեղ, գնալ settings, cloud code, allow bypass permission, allow auto permissions, draw attention notification, այսինքն երբ որ notification-ը գալի ինքի շուտ բանը ավարտում, ինքը ինձ տեղակ է պահում։ Так, հիմա եթե հետ գնանք, արդեն ստեղ կա bypass permissions եւ վերջ։ Հիմա տեսեք, առաջի բանը, որը նշեցի, պետք է պլանավորել աշխատանքը, այսինքն ու քանի որ LLM-ը նու train-ը արած ինքը ստեղծված է հիմնականում 99% անգլերեն լեզվի վրա, շատ ցանկալի է իր հետ աշխատել անգլերեն։ Վերջի cloud-ը, Opus-ը նաև հայերեն է գրում եւ հասկանում, բայց անկախ ամեն ինչից անգլերենը ամենացանկալի տարբերակն է։ Հիմա եկեք սկսենք սենց. Okay, we need a simple web-based application to automate interior design sketch/rendering processes based on a real
photo input. The idea is to have a web app where I can upload real world photos of interior environments. Select the environment / room type. Environment select environment and room type in order to have the LLM design detailed prompt for Google Nano Banana Pro or Nano Banana 2 հեսա ես կբացատրեմ մանրամասն ինչ ենք անում to output a designed environment in a Scandinavian style. Also, the user should have an ability to choose a color scheme. Այսինքն մեզ պետք է բարձ web application ծրագիր, որը հնարավոր կլինի օգտագործել on-line Google Chrome-ում կամ ցանկացած ուրիշ բրաուզերում, որպեսզի ավտոմատացնենք ինտերիեր դիզայնի ռենդերինգի process-ը, հիմնվելով իրական ֆոտո input-ի վրա։ Հիմնական գաղափարն է, որ մենք upload անենք իսկական նկարներ, ընտրենք, այսինքն ասենք LLM-ին, թե այդ նկարները որ հատվածի նկարն է, այսինքն ննջարանա, թե կուխնյա, թե զալա, այսինքն մենք ասենք, թե նշված նկարը ինչ միջավայրի է պատկանում եւ LLM-ը կպատրաստի շատ դետալիզացված prompt Google Nano Banana Pro-ի կամ Nano Banana 2-ի համար։ Ուրեմն Google Nano Banana Pro-ն եւ Google Nano Banana 2-ը դա Google-ի image մոդելներ են, այսինքն որտեղ մենք դնում ենք տալիս ենք text եւ ստանում ենք image։ Nano Banana 2-ը ոնց որ նոր տարբերակն է, բայց տարբերություն կա այդտեղ, շուտի Pro-ն ինքը մուլտիմոդալ է, այսինքն իր ընկալումը դետալների շատ ավելի բարձր է, քան Nano Banana 2-ը։ Համենայնպես ես 2-ով էլ աշխատում եմ, այս ամեն ինչ որ տեսնում եք, հիմա AI գեներացված նկարներ են։ Ինչևէ, ուրեմն LLM-ը կուղարկի այդ տեքստային prompt-ը Nano Banana 2-ին եւ կստանա նկար ցույց կտա մեզ։ Նաեւ ես խնդրեցի, որ ստիլը լինի հիմնականում սկանդինավյան եւ հնարավորություն լինի ընտրելու գունային սխեմա user-ի կողմից, այսինքն ինչ գույների մեջ է user-ը ուզում։ Հիմա եկեք տեսնենք ինքը ինչ է առաջարկում։ Նախ եւ առաջ let's plan and see if we have any questions to clarify։ Հիմա եկեք պլանավորենք ու տեսնենք թե ինչ հարցեր կան ինչ որ դետալներ բարձելու համար։ Հիմա ոնց որ session կսկսի, ինքը կգնա, կսկսի մտածել եւ կամ կտա հարցեր, կամ կտա միանգամից պլանը։ Հիմա ունենք արդեն պատասխան, flow-ն ինքը ինչ է առաջարկում, հա, user-ը upload անում ֆոտո, մենք ընտրում ենք միջավայրի տեսակը եւ գունային պալետը, backend-ը ուղարկում է ֆոտոն ինչ որ LLM-ի, որը հասկանում է vision LLM, այսինքն անալիզ անում ֆոտոն, հասկանում է լուսավորություն, պատերի դասավորություն եւ այլն, որի հիման վրա նա գրում է prompt-ը ուղարկում է
նանոբանանա Pro-ին եւ ստանում է նկար։ Ստեղ տեխնոլոգիական ստակն է, այսինքն Python Fast API, HTML, JS Frontend։ Այս դեպքում, քանի որ մենք հիմնականում ուզում ենք local միջավայրում փորձենք, այսինքն վերջնական ծրագիր չենք սարքելու, հա, չենք դնելու on-line հարթակում, փորձելու ենք local համակարգչի վրա, դա պետք է նշել, որ մինիմում աշխատանք կատարի cloud code-ը։ Այս դեպքում նաև կա, տեսեք, LLM choice-ը ինքը առաջարկում որ Gemini-ն handle անի համ ֆոտոանալիզը եւ նկարի գեներացիան, մի հատ ներբություն կա, ուրեմն LLM-ները օրինակ Opus 4.7, հա, ինքը հիմնված է 4.6-ի, 4.5-ի եւ նման մոդելների վրա, իրանք միշտ չի որ ունեն ամենավերջին ինֆորմացիան ամենավերջին մոդելների մասին, այսինքն ինքը կարող ասի Gemini 2.5 Pro, բայց պարզվի որ Gemini արդեն 3-ն է դուրս եկել։ Իրանց պետք է միշտ ասել որ իրանք update անեն իրանց knowledge-ը։ Ստեղ ինքը հարցնում է արդյոք multi-user-ա թե single user-ա, էլի ես հիմա ուղղակի կնշեմ, որ սա դեմոյի համար է եւ պետք է անել մինիմալ աշխատանք եւ մենք չենք deploy անելու իրան online. This is a simple MVP to run on a local host. Thus, we do not need any authentications or complicated stack. Also, please update your knowledge on latest Gemini image models. Both image models and choose a proper vision model. We can use the local Opus 4.7 in Cloud Code or Gemini. Okay, հիմա տեսնենք ինչ բարձրություններ կարվի system stack-ի մեջ։ Ինքը հիմա տվեց պատասխան, ուրեմն գնաց նայեց վերջի Gemini-ի image մոդելները, ուրեմն 3 Pro image preview-ն է, որը Nano Banana Pro-ն է։ Gemini 3.1 Flash image preview-ն է, որը Nano Banana 2-ն է։ Nano Banana 2 ունի երկու տարբերակ՝ բարձր մտածելու եւ ցածր, high thinking եւ low thinking։ Հիմա մենք բնականաբար ինձ թվում է կօգտագործենք Gemini 3 Pro-ն եւ Nano Banana 2-ը high thinking-ի վրա, որ մաքսիմում լավ ռեզուլտատ ստանանք։ Proposed MVP բնականաբար ինքը ստեղ արեց ինչ-որ փոփոխություններ։ Upload the photo, pick room, backend calls vision model with system prompt, եւ այն default I'll pick unless you object. Okay, I don't object. Let's execute. Հիմա ինքը սկսի արդեն իր ամբողջ պլանավորված է անել, բայց մի հատ ներբություն կա, ուրեմն որպեսզի ծրագիրը ստեղից խոսա Google-ի սերվերի հետ, հա, ու ուղարկի իրան տեքստ եւ ստանա ինչ-որ պատասխան, մեզ պետքա API ասվածը, դա մի հատ կոդ է, բանալի է, որ դու տալիս ես ծրագրին եւ ինքը կարողանում է խոսել մյուս կողմի backend-ի հետ։ Դրա համար մենք պետքա վերցնենք այդ բանալին, ստեղծենք այդ բանալին։ Իսկ ոնց պետքա անել։ Ուրեմն այդ բանալին վերցնելու համար մեզ պետքա գնալ Google AI Studio։ Բնականաբար ենթադրում եմ, որ դուք ունեք Google-ի account, այսինքն դուք արդեն login եղած կտեսնեք միանգամից այս edge-ը։ Գնալ get API key եւ ստեղծել create API key։ Ուղղակի create։ Հիմա ես արդեն ունեմ ստեղծած ու սա API key-ն է։
Անպայման պետք է կցել վճարման համակարգ, որպեսզի հնարավորություն լինի օգտագործել։ Այդ նկարները իրանք շատ էժան են լինում, մոտավորապես չգիտեմ 20 ցենտ երևի մի նկարի համար, իհարկե կախված չափից եւ նման այլ բաներից, բայց թանկ չեն, այդպես կարող եմ ասել, հաստատ տասնյակ ժամեր մոդելավորից եւ ռենդեր անելուց շատ ավելի էժան է, այսինքն ինքը ձեռնտու տարբերակ է։ Հիմա ես արդեն ունեմ ստեղծված մի քանի key-եր, ուղղակի կանեմ copy API key ու կտանք, ասեմ use the Google API key for image generation and image analysis. Հիմա որ ավարտվի, ես ուղղակի enter կանեմ ու այս ինֆորմացիան կգնա։ Այս բանին պետք է ուղղակի սպասել, մինչև ինքը կստեղծի բոլոր պետքական ինֆորմացիան։ Հիմա ինքը գնաց, ինչ որ գործ արեց, հետ եկավ ու localhost-ի վրա, այսինքն 8000 port-ի վրա մենք արդեն կարանք նայենք, թե ինչա ինքը սարքել։ Չի աշխատում, որովհետև տերմինալը run եղած չի, բայց մինչև դա այստեղ մի քանի նրբություն կա, որ պետքա ֆիքսենք։ Նախ եւ առաջ իրան պետքա տանք API key-ին, որը մենք վերցրեցինք Google AI Studio-ից, նաեւ ասել, որ մենք ունենք edge case։ Այսինքն, եթե գնամ downloads, ես ունեմ այստեղ մի քանի նկարի օրինակ, հա։ Տեսեք, այս նկարը ու այս նկարը իրանք մի միջավայրի նկարներ են։ Ինչպես նաև սա եւ սա։ Նաև սա։ Այսինքն ինչ որ մի ձև պետք է LLM-ին բացատրել, որ կան դեպքեր, երբ որ երկու ավել նկար կա, որոնք պատկանում են մի միջավայրին։ Հետևաբար պետք է փորձենք լուծենք այդ խնդիրը։ Այսինքն տվեցի ես API key եւ նաև հիմա պետք է ասեմ, որ we need to handle edge cases where we have one or more image per room. So the vision model must be able to reason and understand how to handle that case. Also run the dev server so I can view the demo on the local host. Այստեղ ունեցանք մի փոքր խնդիր, ուրեմն քանի որ ես user-ը ամբողջովին նոր եմ ես սարքել, հենց վիդեոներ սարքելու համար, իր վրա ոչ մի install արած բան չկա։ Ու քանի որ մեզ Python-ը պետք է աշխատելու համար, ինքը տեսա որ Python չկա local machine-ի վրա ու երկու տարբերակ առաջարկում, կամ ինքը install անի, կամ ես գնամ install անեմ, բնականաբար իմաստ չեմ տեսնում, հետևաբար ես կասեմ ուղղակի option A, որ նա install անի Python-ը եւ շարունակի աշխատել։ Հիմա ինքը աշխատանքը ավարտեց ու երբ որ ես գնամ Google Chrome, արդեն ունենք ինչ-որ մի հատ parse UI, որ կարանք օգտագործենք։ Եկեք ընտրենք այդ նկարները, որոնք ես ունեմ որպես օրինակ, ընդհանուր սենյակի համար, այսինքն սա է եւ սա է։ Այստեղ գունային տարբերակներն նայեք, արդեն մի քիչ այս մասը ինքը լավ չի մտածել, գունային տարբերակները միանշանակ ավելի ցանկալի է վիզուալ ցույց տալ, քան տեքստով։ Հիմա ես կընտրեմ օրինակ warm oak-ը ու տեսնենք ինչա ստացվում։ Կանեմ մի հատ նանոբանը 2-ով եւ նանոբանը pro-ով։ Առանց որևէ external նոթերի։ Հիմա տեսնենք։ Հիմա ունենք խնդիր արդեն։
Տվեցինք generate եւ չաշխատեց։ Պետք է հասկանալ ինչի։ Sense case-երում նման բաները շատ արել են, բայց նաեւ իմ մոտ արդեն անելուց մի քանի ուրիշ հարց առաջացավ։ Նախ եւ առաջ ես կուզեի, որ ինքը համ աներ նանոբանա 2-ով, համ նանոբանա Pro-ով եւ ինձ տար երկու output, որպեսզի ես ընտրեի, որն է ավելի լավ։ Այդ մեկ։ Երկրորդը պետք է իրան ասել, թե ինչ նկարի չափով անի, հա, այսինքն շատ պարզ է, թե ասեմ, օրինակ, չգիտեմ, նկարը մենք 19-16-ն է վերտիկալը, որ ինքը անպայման պահպանի նույն վերտիկալ ֆորմատը, կամ եթե հակառակը մեզ այդպես պետք չի ասել, որ մենք քեզ տալիս ենք ինչ-որ ֆորմատ, դու միշտ անպայման տու 16-ը 9 ֆորմատ, սենց խնդիրները պետք է միանգամից ասել, եւ իհարկե որակը, resolution, ուրեմն նանոբանա 2-ը եւ Pro-ն ունեն 1K, 1002K եւ 4K։ Միշտ ցանկալի է տեստի դեպքում ընտրել 2K, որտեղ ինքը ունի բավականին չափ խտություն եւ որակ տեսնելու համար, բայց նաեւ արագ է։ Հիմա այդ երկու բանը պետք է իրան ասել։ Նախ եւ առաջ we have a problem. Generation did not start. Also match the output ratio of the image to the input. Generate in 2K resolution. Ստեղ տեսեք նույնիսկ երբ որ սխալ եմ գրում, այդ ինքը հասկանում է այդ փոքր սխալները արագության ժամանակ իմաստ չունի ուղղել, որովհետև ինքը շատ լավ հասկանում է որ բառը նկատի ունեմ։ 2K resolution generate both Nano Banana Pro and Nano Banana 2 high thinking image, so I can choose. Նա թող գնա ու տեսնի ինչն է խնդիրը։ Շատ լավ, հիմա ինքը արդեն սխալները ուղղեց ու կարանք արդեն տեստ անենք պրոդուկտի առաջի տարբերակը։ Նորից ընտրում եմ իմ մոտ եղած 3 նկարները, որը պատկանում է living room-ին։ Ընտրում եմ գունային տոնը եւ տալիս եմ generate։ Ուղղակի սպասենք։ Ունենք առաջի տարբերակը հիմնվելով այս 3 նկարի վրա, ինքը ընտրեց այս մի նկարը, որպեսզի process անի եւ ստացավ այս տարբերակը։ Download անենք։ Նախ եւ առաջ ասեմ, որ Nano Pro-ն ու չափերը ավելի լավ է հասկանում, քան Nano Banana 2-ը։ Այդ մեկ, երկրորդը միջավայրային խախտում արեց, այսինքն Nano Banana 2-ը ստեղծեց իր կողմից ինչ-որ տարօրինակ բաներ, որը իրականում չկար նկարում, հետեւաբար ենթադրում որ Pro-ով շարունակելը ավելի ճիշտ տարբերակ է, բայց պետք է նախ եւ առաջ հուշել իրան չափերը ընդհանուր սենյակի, որ ավելի ճիշտ output-ը։ Երկրորդը նշված ոնց որ output-ը ինձ դուր չի գալի, որովհետեւ ինքը շատ պարզ է։ Իսկ ես ուզում եմ, որ ինքը շատ թեև լինի սկանդինավյան, բայց ունենա բավականին դետալիզացված դիզայն։ Եվ երրորդ անպայման ուզում եմ, որ անալիզամ 3 նկար, ինքը տա ինձ 3 output, այսինքն մի միջավայրի 3 տարբեր կամերայի անկյուններ։ Հիմա ոնց է դա պետք ուղղել։ Նախ եւ առաջ կարող ենք իրան ասել, որ let's drop Nano Banana 2 and use only Nano Banana Pro. Also, let's brainstorm a proper pipeline to get even amount, to get not one output
per input to get an equal amount of output images to input images. Let's say I uploaded 3 camera angles of the living room. I want 3 outputs of that environment with consistent design. Also, the images look very minimalistic. I want a detailed design. Այսինքն ասի արի նանոբանա 2-ը չօգտագործենք միայն նանոբանա Pro-ն ու այնպես անենք, որ input-ը նկարների հավասար լինի output-ին, այսինքն եթե 3 նկար եմ տվել, քեզ մի միջավայրից դու ինձ նույնպես 3 նկար տու որպես պատասխան, այսինքն 3 տարբեր կամերա անգլներ։ Նաև նշեցի, որ նկարները շատ մինիմալիստիկ են, ես ավելի դետալիզացված դիզայն եմ ուզում, բայց մոռացա նշեմ, որ պետք է ստամ իրան չափեր։ Also give me a text box to input some dimensions of the room as a guideline. Հիմա իրան նաև կտամ ինչ-որ չափերի ուղղություն, որպեսզի գեներացիան ավելի ճիշտ արվի։ Ու էլի սպասենք, տեսնենք ինչ output կտան ամես հիմա։ Շատ լավ, ուրեմն մի քանի ժամ կոպիտ ասած տառապելուց հետո ես ի վերջո կարողացա լուծել մի քանի նկարի խնդիրը։ Ուրեմն հիմա մի քանի բան ձեզ ցույց կտամ։ Gemini-ով անելուց տեսեք, այսպիսի նանոբանա Pro-ով անելուց այսպիսի տարբերակներ ստացվեց։ Խնդիրը նա էր, որ անկյունների փոփոխությունը նկարը չէր հասկանում, այսինքն եթե նույն միջավայրն է, բայց ուղղակի անկյունն է փոխվել, օրինակ ոնց որ այս երկու հատվածում, հա, նույն միջավայրն է, բայց անկյունն է փոխվել։ Նա սխալներ են անում, այսինքն մեկ անկողինը դնում էր ձախ, հետո աջ։ Ի վերջո ինձ թվում է չափերը եւ դիզայնը շատ լավ էր հասկանում, բայց կամերայի անկյունը փոփոխելը լուրջ խնդիր էր իր համար։ Հետևաբար ինչ արեցի ես։ Ես ասացի Claude-ին, որ ինքը ստեղծի մի հատ կամերա analysis, այսինքն մի հատ prompt-ից առաջ, այսինքն երբ որ design prompt-ն է գրվում, հա, design prompt։ Ինքը նախ եւ առաջ անալիզ անում նշված երկու նկարը, որպեսզի հասկանա կամերայի փոփոխությունը, այսինքն սա կամ մեկն է, սա կամ երկուսը։ Ուրեմն կամ մեկը գեներացվեց դիզայնով ինչ որ սիրուն նկար։ Հետո ինքը հետ է ուղարկում այդ նույն նկարը, արդեն գեներացված նկարը նանոբանանա Pro-ին եւ ասում է ընդհանրապես թեքիր կամերան, օրինակ 35 աստիճան դեպի ձախ։ Մի քանի փորձից հետո նույնպես նանոբանանա Pro-ում խնդիր եղավ։ Հետևաբար ինչ արեցի ես, ուրեմն եթե գնանք OpenAI GPT-2 image գնանք API dashboard ոնց որ արեցինք Google AI Studio-ում նույնպես էստեղ, այսինքն ինչ որ անուն դնենք, հա, test։ Ես copy արեցի եւ տվեցի Claude-ին, որպեսզի այս անգամ ոչ թե նա օգտագործի նանոբանանա 2, այլ օգտագործի OpenAI-ի
GPT-2 նկարը։ Հիմա նույն բանը մենք փորձենք միասին։ Եկեք այստեղ ունեմ երկու տարբերակ արդեն։ Տեսեք, Nano Banana Pro եւ GPT-2։ Մենք կփոխենք GPT-2, որտեղ GPT-2-ը մասշտաբը այդքան լավ չի հասկանում, եթե ճիշտը խոսանք, բայց կամերայի անկյունի փոփոխությունը ավելի լավ հասկացավ։ Նորից վերբեռնենք մեր երկու նկարները, տանք bedroom, տակ գույներ եւ չափը այսպես է 5 մետր լայնությունն է, 7 մետր խորություն եւ 3 մետր բարձրություն։ Տանք generate ու սպասենք։ Շատ լավ, հիմա տեսեք ինչ ստացվեց, ուրեմն ունեցանք շատ սիրուն տարբերակ, որտեղ կամերայի կոնտրոլը իրականում աշխատում է։ Իհարկե դա կարողացանք անել GPT-2-ով, տեսեք կամերայի ընդամենը կամերայի prompt-ը դա pan left 45 degrees, այսինքն թեքիր ձախ 45 աստիճան, բայց ստացված որակը ինձ թվում է շատ գոհացուցիչ է։ Իհարկե իր վրա էլի կարելի աշխատել, էլի դետալները կարելի ավելացնել եւ այլն, բայց ընդհանուր համակարգ, այսինքն աշխատումը մենք կարողացանք ստեղծել 3D միջավայր ընդամենը օգտագործելով ֆոտո առանց որևէ 3D ծրագիր օգտագործելու, որը մեզ խնայեց շատ մեծ ժամանակ, որովհետև մի գեներացիան մոտավորապես 3 րոպե տևեց, այսինքն եթե մի քանի ինժեներական լուծում էլ տանք, հնարավոր նաև դա իջացնել, չգիտեմ, մի նկարի գեներացիա մոտ 1-1.5 րոպեի զուգահեռ անել, չգիտեմ, 10 գեներացիա եւ պատկերացնում եք արդեն կլիենտին 20 րոպեվա մեջ քանի տարբերակ կարելի է ցույց տալ եւ հասկանալ թե նա ինչ է ուզում։ Բայց որպեսզի այս ամբողջը հասկանալի լինի, ես նաև խնդրեցի Claude-ին, որպեսզի նա սարքի մի հատ վիզուալ սխեմա, թե ինչպես է մեր ամբողջ համակարգը աշխատում, որպեսզի դուք ավելի հեշտ հասկանաք, հա։ Ուրեմն ունենք input-ը 1-ից 6 նկարներ, որտեղ մենք նշում ենք չափը եւ գույնը եւ սենյակի տեսակը։ Հետո ուղարկում ենք vision analysis-ի, այսինքն Gemini 3.1 Pro preview-ն անում է vision analysis եւ design specification, այսինքն հասկանում է միջավայրի ստրուկտուրան, պատը, պատուհանի տեղը, դիրքը, չափը, որի հիման վրա նաև տալիս է դիզայնի prompt, մոտավորապես 450-ից 650 բառ։ Այնուհետև այդ prompt-ը գնում է GPT-2, որտեղ գեներացվում է առաջին նկարը, եւ հետո դրանից արդեն գեներացվում է կամերայի տրանսֆորմացիան, այսինքն թեքիր ձախ 60 աստիճան, հեռու տար 1 մետր կամ zoom-ին 1 մետր, ի վերջո ստանում ենք մեր վերջնական output-ը, ինչքան նկար տվել ենք, այդքան նկարը ստանում ենք 2K resolution-ով եւ հստակ aspect ratio-ով, որը համապատասխանում է input մոդելին։ Եթե դուք ուզում եք ստեղծեք այս ամբողջ համակարգը ձեզ մոտ օգտագործելով Claude Code-ը, ինձ թվում է ես կկարողանամ, չգիտեմ, 1-2 ժամվա մեջ երևի մի հատ Telegram bot սարքել, կնեք Instagram bot սարքել, որտեղ դուք կարող ուղարկեք ինձ այս render prompt DM-ը եւ ավտոմատ կստանաք ամբողջ Claude Code-ի ամբողջ համակարգի prompt-ը, որը տակ Claude Code-ին դուք նույն բանը կկարողանաք ձեր մոտ գեներացնել եւ աշխատել դրանով։ Այսօր իմ մոտ ամսի 26-ն է։ Ենթադրում վաղը այդ Instagram-ի bot-ը պատրաստ կլինի, կարող եք ամսի 27-ից փորձել։ Ինչևէ, այսօր այսքանը։ Սա ընդհանրապես մի փոքր դեմո էր, թե ինչ է հնարավոր անել AI-ով։ Հաջորդ վիդեոն ճիշտ ասած չեմ որոշի ինչի մասին կլինի, բայց ելի կլինի ինչ որ տեխնիկական աշխատանքը կրճատելու մասին, հա, ինչպես արագացնել գործը, բիզնեսը եւ ամեն ինչը օգտագործելով AI։ Շնորհակալություն, մինչ նոր հանդիպում։